Հիմա մեր սովորած, մեր պատկերացրած տասնամյակներ շարունակ կամ իմացած աշխարհին եղած խնդիրներին, մարտահրավերներին վերջին տարիներին ավելացրել նորերը։ Մարդիկ դա կոչում են հիբրիդային կամ խառնածին սպառնալիքներ։ Հիմա ինչ որ մեկը կարող է ասի, որ ապատեղեկատվության կամ մանիպուլյատիվ ինչ որ նարատիվների մի զգալի մաս չի գալիս X ռուսաստանցի փորձագետի կամ հերոստալիքից կամ չգիտեմ ինչից, նույնիսկ պատգամավորից կամ բան, դա շղթել հնարավոր է, փաստեր կան, հայտարարություններ կան, եթերներ կան, ձայնագրություններ կան։ Հետևաբար հիբրիդային սպառնալիքները կարող են գալ տարբեր տեղերից, այդ թվում նաև Ռուսաստանից։ Դուք ինչի եք անպայման բանը հասկանում, պետական կենտրոնացված իշխանություն։ Հիմա հետո այո, կան հիբրիդային սպառնալիքներ, ինչ որ երկրների մեջ, եթե կակուտակված փորձ դրանց դեմ պայքարելու, մենք ուրախ կլինենք եւ մենք դիմել ենք այդ փորձը նաեւ որպեսզի մեզ հետ կիսվեն այդ փորձով, մենք էլ կարողանանք, ես ասեմ նաեւ այս մեդալի հակառակ կողմը, մենք էլ այնպես է սպաստացվել, որ վերջին տարիներին 4, 5, 6 հիբրիդային, այսպես ասած, պատերազմի պայմաններում ենք ապրել, մեր դեմ ինչքան հիբրիդային գործողություններ, հարձակումներ են եղել, եւ մենք էլ մեր փորձ ունենք։ Եվ այո, մենք էլ ուրախ կլինենք մեր փորձով։